Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Մեր քաղաքը դաշինքը գլխավորող ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը շարունակում է ինտրիգը պահել, չարձագանքելով Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, ով երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին եւ իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալել։ Որպեսզի Գյումրին ունենա անդիմադիր քաղաքապետ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին եւ հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ անդիմադիր քվե ստացած տեխնատուին, գրել էր Ղուկասյանը։ Մարտուն Գրիգորյանն առայժմ լուռ է, նրա շտաբն այսօր էլ Երևան նման փակ էր։ Որոշ տեղեկությունների համաձայն Գրիգորյանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել։ Նման ակնարկ երեկ արել էր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, նշելով, որ այսօր սպասելու Մարտուն Գրիգորյանին թիրախավորողներին զղջացող գրառումներին։ Ընտրությունների գիշերը Գյումրիում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նավակ ճճող մականվան Վիլեն Գաբրելյանն այսօր հայտնեց, որ վայր է դնում падգամավորական մանդատը։ Իշխանական падգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել իր անադեկվատ պահվածքի համար, ինչպես նաև տեղեկացրել, որ առաջիկայում ինքն առաջադրվելու է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու, ընդունելով, որ կառավարող քաղաքական ուժը կերպարանափոխման եւ առողջացման կարիք ունի։ Ընտրությունների գիշերը Վիլեն Գաբրելյանը Գյումրիում հարբած վիճակում անադեկվատ պահվածք էր դրսևորել, հայոյելով իրեն հարցեր տված լրագրողներին։ Մեկ այլ լրագրողի հարցին, թե իր անադեկվատ պահվածքից հետո պատրաստվում է մանդատը վայր դնել, Գաբրելյանը պատասխանել էր. «Մեկ է 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի եմ ես մանդատս հիմա վայր դնում»։ Ընդդիմությունը մինչդեռ պնդում է, որ Վիլեն Գաբրելյանին չի ներվել իր խոսքը, որ 2026-ին իշխանությունը փոխվելու է։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամաթ Սեիդովը մերժել է իր հայ գործընկեր Սարգիս Խանդանյանի հետ հանդիպելու առաջարկը եւ վերջինիս պոպուլիստ անվանել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից օրեր անց Խանդանյանը Սեիդովին առաջարկել էր հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել, կարծիքներ փոխանակելու խաղաղության համաձայնագրի նախագծի եւ դրա վերացման գործընթացի շուրջ եւ ընդգծել, որ այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել Բաքվի եւ Երևանի կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումները, նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես սպատորեն ընդունում եմ այդ պիտակ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ադրբեջանցի գործընկերոջ մերժմանն այսպես է արձագանքել Խանդանյանը։ Սամաթ Սեիդովի մերժման նորագիր նյուզի հետ զրույցում անդրադարձավ հասարակական քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ ժամանակին հայկական պատվիրակությունը Սեիդովին տշում էր գետնին, մինչդեռ այժմ վերջինս արհամարում է Նիկոլ Փաշինյանի կադրերին։ Սամաթ Սեիդովն ինձ հետ միասին եղել է նույն քաղաքական խմբում 15 տարի շարունակ։ Մենք միասին Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորիստների խմբի անդամ էինք, եւ ես չեմ հիշում, երբ հայկական պատվիրակության անդամների, այդ թվում իմ խոսքի ժամանակ նա ծպտուն հանելու համարձակություն ունենար։ Սամադն իհարկե փորձում էր հակադարձել հայկական պատվիրակությանը, այդ նույն կուրկուր Սամադը կներեք այս բառի համար տարիներ շարունակ աղերսում էր Եվրոպայի խորհրդին օգնել Ադրբեջանին իր օկուպացված տարածքներն ազատագրելու համար, որովհետև Հայաստան պետությունը եւ հայկական սփյուռքը 30 տարի շարունակ իրենց ճնշում էր, նշել է Զոհրաբյանը։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Կառավարության ղեկավարը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ ուղղություններով։ Ֆիլիպ Իվանովիչը կարևորել է Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը, նկատել այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը։ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր։ Հանրային ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Լիպսիմե Արաքելյանի ֆեյսբուքյան էջից։ Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացն լափում է, մեր դեմ միավորվում, դուք մեկի հետ յոլա գնալ կարող եք, գրել է Հանրային ռադիոյի տնօրենի կինը Շուշան Ղազարյանը։ Քլոյանը հրաժարվել է մեկնաբանել կնոջ պահվածքը, նշելով, որ նրա ստատուսները չի կարդում։ Չեմ էլ կարդում կնոջը ստատուսները եւ նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ։ Թերթայեմի հետ զրույցում ասել է նա։
Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Սրփուի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-ից 11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման եւ դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը։ Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած հավաքանու արտահերթ ընտրություններից հետո վերահաշվարկ կատարելու եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին ժամը 12:00-ից մինչև 18:00 կամ 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 9:00-ից մինչև 11:00, սակայն այդպիսիք չեն եղել։ Շամշյանքոմի փոխանցմամբ այսօր ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը։ Փրկարարները նշված տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ 50-ամյա Ռոբերտ Վեիդին։ Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօր ավտոմեքենայի եւ մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Անտարային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Նորայր Մրիի վարած Տեսլա Մատնիշի ավտոմեքենան եւ օտարերկրյա քաղաքացու կողմից վարած Հոնդա Մակրիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը եւ նրա ուղևորը օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապ օգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի եւ նրա ուղևորի ինքնությունը։ Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մոտոցիկլը հաշվառված է Կվիգդեր սահմանափակ պատասխանատվության ընկերության հաշվեկշռում։ Կհանդիպենք վաղը, առողջ եւ երջանիկ եղեք։